Ինչպես կբնորոշեք այն գործողությունները, որոնք տեղի են ունենում հետընտրական Հայաստանում եւ ձերբակալում ու կալանավորում իշխանությունների ներկայացուցիչները։ Շատ շնորհակալություն, ես կուզենայի հիշեցնել, թե Հայաքվեն ինչից է ստեղծվել, որովհետեւ հիմա խոսելու ենք Հայաքվեի ազգային քաղաքացիական միավորման համակարգողի մասին։ Ուրեմն Հայաքվեն ստեղծվել է սրանից մոտ 3 տարի առաջ, երբ հարց էր դրվել Արցախը հանձնելու շնամուն։ Իսկ Հայաքվեն դա ուզում էր թույլ չտալ օրենսդրական իրեն նախաձեռնությամբ եւ ծնվեց Հայաքվեն որպես նախաձեռնություն։ Այնուհետև ավելի կազմակերպված դարձնելու համար շարժումը Հայաքվեն վերածվեց ազգային քաղաքացիական միավորման եւ շատ կարեւորելով Հայաստանում ժողովրդավարության մակարդակի բարձրացումը եւ ժողովրդի քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու հանգամանքը նա սկսեց ժողովրդավարական բոլոր գործընթացների մոնիտորինգ անել եւ ողջ նախընտրական շրջանում ազգային ժողովի նկատի ունեմ բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Հայաքվեն իրականացրեց դիտորդական առաքելություն ընդ որում ներառելով ընդգրկվելով ամենաշատ դիտորդները եւ Գյումրիում եւ Փարաքարում եւ Վաղարշապատում։ Ուրեմն այս ամբողջը տեսնելով Հայաստանի իշխանությունները, որոնց մենք անվանում ենք խամաճիկ իշխանություններ, դրսի թելադրանքով, ել չեմ ասում հասցեները որտեղից, դրսի թելադրանքով ուրեմն հատուկ օրենսդրական նախաձեռնություն նախաձեռնեցին Հայաքվեի դեմ։ Եվ ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ մտցրեցին, որ Հայաքվեն այլևս որպես ազգային եւ քաղաքացիական միավորում ընդգրկված չլինի այսպիսի հարցերում։ Այսինքն չկարողանա դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ եւ սա փաստորեն առաջին բացառությունն էր անցած ընտրությունները, որ Հայաքվեն չկարողացավ հետեւել ժողովրդավարության զարգացման գործընթացներին Հայաստանում։ Հիմա տեսեք, հիմա նորից փաստորեն ձեռագիրը շարունակվում է եւ ավելի սեղմելու, ավելի ճնշելու համար Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգողին անհիմն ինչ որ մեղադրանքով, հիմա կտեսնենք թե ինչ կլինի, ուզում են տանել կալանքի։ Եվ նա բացառություն չի, միակ դեպքը չի։ Մենք տեսանք նախընտրական շրջանում ընտրությունների օրը եւ ընտրություններից անմիջապես հետո հարյուրավոր նման դեպքեր։ Սա նշանակում է, որ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ սա ուղղակի ձեռագիր է թելադրված դրսից, նորից չեմ ասում հասցեն որտեղից բոլորին դա ակնհայտ է, որպեսզի կոտրեն ժողովրդի կամքը, որպեսզի հնարավորություն չտան ժողովրդավարության մաքսիմալ օգտագործումը Հայաստանի ներսում։ Այսինքն, եթե ժողովրդավարություն չկա, փոխարինում է բռնապետությունը։ Հայաստանը գնում է դեպի բռնապետության եւ սա ակնհայտ դրսևորում է դրան։ Դուք ինչ քայլեր եք առաջարկում, ինչ է պետք անել։ Ուրեմն սա մի կողմից տեսեք, եթե Հայաքվեին ներսից նայենք, նշանակում է Հայաքվեն թուլացնել կամ գլխատել, այսպես ասած, բայց Հայաքվեում, քանի որ մյուս հատկապես նոր կամ հին ստեղծված կուսակցությունների կամ քաղաքացիական ազգային միավորումների, ասենք մեկ-անձնյա ղեկավարություն չի, Հայաքվեն ունի տարբերակ B, տարբերակ G եւ Հայաքվեի խորհուրդը, վարչությունը անհրաժեշտ միջոցներ ունեն, միջոցների որոշումների կայացման գործընթացը կազմակերպել այնպես, որ հնարավոր լինի առաջ շարժվել։ Մյուս կողմից սա մեծ հարված է նորից ասեմ Հայաստանի ժողովրդավարացման կամ ժողովրդավարության գործընթացներին, որտեղ արդեն Հայաքվեն միայնակ չի։ Հայաքվեն ունի բազմաթիվ ընկերներ, գործընկերներ եւ դաշնակիցներ այս առումով, որոնց հետ միասին ձեռքի տրված պետք է պայքարել։ Եվ այստեղ առաջին շարքերում են հենց այն ուժերը, հատկապես քաղաքական ուժերը, որոնք վերջին ընտրություններին մասնակցեցին եւ ծանրակշիռ ձայներ հավաքեցին։ Մի բան եմ ուզում ասել, էլի, որովհետեւ շատերը ասում են, տեսեք, վերջին ընտրություններին 500,000 եւ այլն ձայն։ Ուրեմն իշխանությունների օգտին քվեարկելը 50%-ից ավելի քիչ։ Դա նշանակում է, որ իշխանությունների օգտին չի քվեարկել 50%-ից ավելի շատ։ Չհաշված այն խախտումները հազարավոր,
եւ այն բռնաճնշումները, որոնք կային ընտրությունների ընթացքում։ Այսինքն սա արդեն խոսում է, որ ինչպես ասում են, գնացքը տեղից շարժվել է եւ գնում է ճիշտ ուղղությամբ։ Իսկ սա կարելի ասել վերջին կաթիլն է այդ ուղղությամբ, որպեսզի ժողովուրդը արթնանա եւ իր ասելիքը ասի։ Ժողովրդին արթնացնի կամ գլխավորի, պետք է ժողովուրդը ինքնակազմակերպի, թե ամեն դեպքում նա առաջնորդի է սպասում, որպեսզի ուղղորդի այդ շարժումը։ Ուրեմն միշտ էլ առաջնորդներ ի հայտ են գալիս եւ այնպես չի որ առաջնորդները ծնվում են եւ նրանց հետևից պիտի ժողովուրդը գա։ Ուղղակի առաջնորդները երբեմն պատմությունը ցույց է տալիս, որ արագացնում է գործընթացները, երբ որ վստահելի առաջնորդներ են լինում։ Ես մտածում եմ, որ այս պարագայում Հայաստանի այն իրավիճակում, երբ որ որտեղ հայտնվել է, այստեղ մի առաջնորդի մասին չի կարող լինել խոսքը։ Այսա պիտի լինի համաձայնեցված, կարելի է ասել հանրային մի խորհուրդ, որը պետք է որպես ալտերնատիվ առաջիկա շրջանում գործի իմ կարծիքով Հայաստանում ժողովրդին համախմբելու եւ ժողովրդի ակնկալիքները ընտրությունների միջոցով ամեն դեպքում ընտրությունների միջոցով ամրագրելու համար։ Շնորհակալություն։